փողլացրել է ախովել էլ չեմ գտնում քեզ արի արի հավքերն անցան երան բայց ես մենակ եմ այրվում եմ ես դու չես տեսնում կանչող կրակել ես չեմ տեսել ամբողջ տարի հիմա արևարի մի թող դառնամ լացող աղյուր քո ճանապարհի Չնայեմ տխուր ամպին, որ մազերը չողերի պես, հրես իմ ճամպին, վայլել է, աչքս հարցում փողլացրել է, ախովել է չեն գտնում քեզ, արի Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է երգիչ Արման Գրիգորյանը եւ մենք անդրադառնալու ենք Արմանի ստեղծագործական գործունեությանը։ Բարի օր։ Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք Վանաձայնի եթերում անդրադառնալու ներկայացնելու ձեր գործունեությունը եւ որտեղից սկսվեց ստեղծագործական ուղին։ Նախ սկսենք այդտեղից։ Նախ ասեմ, որ շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Երաժշտական ուղին սկսվեց մանկուց, դեռ դպրոցական տարիքից։ Սկսել եմ Ջիվանու անվան աշխուհական դպրոցից, հետո շարունակել եմ Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում, այնուհետև ընդունվել եմ կոնսերվատորիա։ Կոնսերվատորիայից հետո արդեն անհատական գործունեություն։ Այո, արդեն երգում եմ բեմերում արդեն։ Քանի տարի է։ Կարելի ասել 10 եւ ավելի, որ զբաղվում եմ պրոֆեսիոնալ երաժշտությամբ ու այդ ընթացքում էլ երգում եմ իհարկե։ Շատ լավ, երգեցողության որ ճյուղն է առավել գրավիչ եւ որն է եղել հենց ստացած կրթությունը։ Ստացած կրթությունը եղել է դասական, կոնսերվատորիան եւ քոլեջը նաեւ ավարտել եմ օպերային երգեցողություն բաժինը, բայց ընթացքում երգել եմ նաեւ ժողովրդական երգեր, էստրադային երգեր, այդպես շարունակ։ Ներկայումս հիմնականում արդեն հեռուստատեսային նախագծերում եւ անհատական ստեղծագործական ելույթներն են, որոնք որ ձեր ընթացքում իրագործվում են, այդպես է։ Այո, այդպես է։ Արման, ընդհանրապես մրցակցությունն ու երգի ասպարեզում, երաժշտության ասպարեզում բավականին մեծ է այսօր։ Սեփական ոճը ձևավորելը, այդ սեփական ոճին հավատարիմ մնալը եւ շարունակելը այսօր մեծապես կարեւորվում է, քանի որ այս մրցակցության մեջ պետք է առանձնանալ։ Որն է այն առանձնանալու, տարբերվելու ձևը, որով դուք ներկայանում եք այսօր։ Կարծում եմ իմ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ես երգում եմ 3 ժանրերում էլ, եւ էստրադային, եւ դասական,
եւ ժողովրդական ու կարծում եմ կարողանում եմ իրարից տարանջատել, այսինքն ժողովրդականը չերկել օպերային վոկալ մանիերայով կամ հակառակը, կարծում եմ դա է իմ առանձնահատկությունը։ Որն է եղել ձեր մանկության երգը։ Ինչ եք հիշում, որ մանկության տարիներին այդ երգն էր, որ երգում էիք, հիշում եք, եւ մանկությունից գալիս է մինչեւ հիմա։ Մանկության տարիներին ամենաշատը երգել եմ Շերամի ստեղծագործություններից Պարտեզում վարդեր բացվել այդ երգը, դա կարող եմ ասել։ Իսկ ինչպես եղավ այս ուղու ընտրությունը։ Պարզ է, բոլորն է փոքր տարիքում երգում են, բայց ոչ բոլորն է շարունակում։ Դե սկսեցի ու դադար չտվեցի, կարելի է ասել։ Հենց այդպես։ Հավանաբար նաև ոգևորողներ եղան։ Այո, ոգևորողներ շատ են եղել, դպրոցական տարիներին եղել են ուսուցիչներս, ընտանիքում ծնողներս, հարազատներս, այդպես։ Իսկ հիմա ով է ձեր որ մշտապես ձեր ստեղծագործական ընթացքին հետևում է, կարծիք է հայտնում, կա ընտանիքում։ Այո, մայրս է։ Եվ իր կարծիքը առաջնայինն է ինձ համար, ասեմ, որ շատ լուրջ է մոտենում իմ երգերին, կատարողականությանը, ամեն ինչին եւ ես հավատում եմ իրեն, որովհետեւ եթե ինչ-որ մի բան լավ է, ասում է լավ է, եթե շտկելու տեղ կա, ուրեմն պետք է շտկվի։ Հասկանալի է։ Որ հեղինակներն են առավել հարազատ ձեզ։ Ամենահարազատը կարող եմ ասել, որ Խաչատուր Ավետիսյանն է, որովհետեւ իր բոլոր երգերը ես սիրում եմ, առանց բացառությունների։ Վերջերս էլ, եթե չեմ սխալվում, Խաչատուր Ավետիսյանի Հոբելյանին մասնակցեցիք։ Այո, երգեցի Երևանի ջուրը։ Խաչատուր Ավետիսյանը շատ երգեր ունի, որոնք այսօր իսկապես գնահատման, վերարժևորման, նորից ներկայացնելու կարիք անհրաժեշտություն ունեն, որ երգերն են հատկապես ձեզ ավելի հարազատ։ Ավելի հարազատ, ճիշտ է բոլորն են հարազատ, բայց ավելի հարազատ են, որտեղ գտնեմ քեզ երգը, երբ խանդում ես ինձ, Երևանի ջուրը, տախ հայտնության, այդքանը կարող եմ նշել։ Արման, այս պահին մենք պետք է կարճատև դադար ունենանք մեր եթերում, լսելու ենք ձեր կատարումներից մեկը, որից հետո կշարունակենք մեր զրույցը, բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է երգիչ Արման Գրիգորյանը, այս պահին պետք է լսենք Արմանի կատարումներից մեկը եւ շարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ։ Սարերից լույս թևեր առա, սիրո շրջեցի աշխարհ է աշխարհ, հայ կանոն օջախ, հայուն ազատ, մասիս էլ ասես, ես ինձ հետ տարա, ամեն տեղ հայ կա, վանք ու խաչքար կա, մեծ գոմի տասի, Սարերից մի բուրհող տարա, հայրենի եկից հող ու շող տարա, բույր արացողը արցուն կոթացվեց, են հողն էլ ասես մի խաչքար տարա, ամեն տեղ հայ կա, վանք ու խաչքար կա, մեծ գոմի տասի, գրունգի կանչկա, Շոտի քյամանչան թաղցեց, հազար սրտի հետ մեր վեց մորմոքվեց, աշխարհի հայեր վշտահար եղավ, կարոտից վանածողն էլ մոլորվեց,
Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում։ Հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է երգիչ Արման Գրիգորյանը։ Քիչ առաջ լսեցինք Արմանի կատարումներից մեկը։ Մեր այս զրույցի ավարտին դարձյալ առիթ ունենալու ենք եւս մեկ կատարում լսելու, վայելելու, իսկ այս պահին պետք է շարունակենք մեր զրույցը։ Արման, ձեզ առավել ճանաչում բերեց վերջին շրջանում հեռուստատեսային նախագծային մասնակցությունը։ Սա անդադար ընթացք է եւ միաժամանակ նաեւ մշտապես այդ պատրաստվածություն պահելու ընթացք է ապահովում, այսինքն եւ եթերում աշխատանք, եւ եթերից դուրս աշխատանք, որը որ անդադար ընթացք է, օգնում է, խանգարում է, առավել վարպետացնում է։ Կարող եմ ասել, որ առավել վարպետացնում է, որովհետեւ մեր հետ երկխոսում աշխատում է մայստրո Արտեմ Խաչատուրը, ումից մենք շատ բան ենք սովորում ու իր շնորհիվ մեր մեջ ամրապնդվում է այն միտքը, որ մենք պետք է անաղարտ պահենք մեր հայրենի երկու երաժշտությունը, այսքանը կարող եմ ասել։ Ընդհանրապես երգիչները քիչ են խոսում, առավել շատ երգում են, սակայն այսօր մենք պետք է նաև խոսենք երգի մասին։ Ընդհանրապես, եթե ուշադրություն դարձնենք այդ երգացանկին, որը որ ձեր ստեղծագործական ընթացքում եղել է, ձեր երգացանկի հիմնական ստեղծագործությունների շարքում որոնք կառանձնացնենք, որ մշտապես ցանկանում եք, որպեսզի ձեր ելույթների ժամանակ, համերգների ժամանակ լինեն։ Էլի պետք է նշեմ Խաչատուր Ավետիսյանին, որտեղ իր երգերը ինձ համար առաջին տեղում են։ Սիրում եմ նաև Աշուղ Աշոտի երգերը, Շերամի երգերը, Սայաթ-Նովայի։ Շատ կարող եմ թվել իրականում։ Ինչ է հնարավոր ասել երգի միջոցով, որը որ հնարավոր չէ այլ տարբերակով ասել երգիչի համար որն է։ Այսինքն այն երգերը, որոնք որ ներկայացվում են ձեր կողմից, այդ տարբերակով բնականաբար շատ ավելին կարող եք ասել բեմից։ Ի վերջո նաև հեղինակի միջոցով է հնարավոր դա փոխանցել։ Երգի շնորհիվ կարելի է ամեն ինչ արտահայտել, սեր, ջերմություն, որը որ սովորական բառերը չեն կարող արտահայտել։ Երբ որ մեղեդին միանում է խոսքին, այն ավելի ազդեցիկ է դառնում, ինձ թվում է։ Լինում են երգեր, որոնք դժվարությամբ են տրվում։ Այո, լինում են, բայց երկար աշխատանքի արդյունքում, այսպես ասած, դարձում եմ իմը։ Ազնավուր եք երգում նաև։ Այո, երգում եմ ազնավուր։ Ազնավուրն ինչով է հարազատ ձեզ։ Ինչ է հնարավոր Ազնավուրի երգերի միջոցով ասել, որ այլ տարբերակում Ազնավուրի երգերը իրենցից շատ բարդություն են ներկայացնում, թե ռիթմական պատկերը ներկայացնելու, արտաբերելու, թե տեքստը սովորելու, դա է դժվարությունը, բայց դա էլ աշխատանքի շնորհիվ կարողանում եմ հաղթահարել։ Իսկ կոնսերվատորիայի տարիները մի փոքր հիշենք, կոնսերվատորիայում սովորել եք 6 տարի։ Այո։ Այս 6 տարիների ընթացքում ամեն դեպքում այդ պրոֆեսիոնալ կրթությունը կարևոր հիմք է տալիս։ Իհարկե։ Ինչ տվեց կոնսերվատորիան։ Այսօր ժամանակն է, որպեսզի նաև ամբողջացնենք այդ 6 տարիները։ Կոնսերվատորիայի շնորհիվ ես կարողացա ավելի մոտիկից ճանաչել դասական երաժշտությանը, օպերային արվեստին, մեծ բաներ տվեց ինձ կոնսերվատորիան, գիտելիքների առումով կարող եմ ասել։ Այսօրվա ստեղծագործական ընթացքը ինչ փուլում է։ Ներկայում աշխատում եմ իմ մասնագիտությամբ, հանդես եմ գալիս բեմերում, այս պահին այդքան է։ Ում եք ուզում ներկայացնել բեմում, ում ստեղծագործությունը, որ այս պահին դա ցանկություն է, երազ է եւ ձեր ընթացիկ աշխատանքներում է։ Ջիվանու երգերից կան, որ այս պահին կարելի է ասել պարապում են, որ ավելի լավը դարձնեմ եւ կներկայացնեմ հանրությանը սոցիալական ցանցերի միջոցով։ Հասկանալի է։ Արման, մեզ այս պահին լսում են մեր հայրենակիցները մերձավոր արևելքի երկրներում եւ հատկապես Լիբանանում եւ մենք շատ լավ հնարավորություն ունենք այս պահին նաեւ նրանց ողջունելու մեր զրույցի ավարտին։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիդ, շնորհակալություն, որ մեզ լսում եք, մեզ մեծ տեղ եք տալիս եւ գնահատում եք հայկական երգն ու երաժշտությունը եւ ընդհանրապես ամբողջ հայկական արվեստը։ Այս պահին մենք դարձյալ հնարավորություն ունենք եւս մեկ կատարում ներկայացնելու մեր զրույցի ավարտին։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր մեր նկարահանումը ձայնագրություն իրականացվում էր Լուսի Կալգուլեցիի թանգարանում։ Իմ զրուցակիցը երգիչ Արման Գրիգորյանն էր։ Այս պահին մենք հնարավորություն ունենք մեր զրույցի ավարտին եւս մեկ կատարում Արմանի
երգերից լսելու։ Հիշեցնեմ, որ մենք հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում։ Հաջողություն։ Նախշում քաղաք գովելի անցյալ ապրած այժմ լքված դու դրան չես արժանի անցյալ ապրած այժմ լքված դու դրան չես արժանի դե դուրդ բացին ավուրցած սրբավայր ես բաղձանի դե դուրդ բացին ավուրցած որ չմնաս ամայի Մայր տաճարըտ կրծքիտ վարդեր գեղեցկագույն իմանի միջնաբերդըտ նախշուն զարդեր չքնաղագույն իմանի միջնաբերդըտ նախշուն զարդեր չքնաղագույն իմանի ամեն հայի սրտում դարդեր ծրանագույն իմանի մկրտիչի սրտում դարդեր ծրանագույն իմանի դե դուրդ բացին ավուրցած սրբավայր ես բաղձանի դե դուրդ բացին ավուրցած որ չմնաս